Հայ արձակի խոշորագույն դեմքերից մեկը, Ռաֆին, իսկական անունազգանունը Հակոբ Մելիք Հակոբյան, ծնվել է 1835 թվականին Փայաջուկ գյուղում, Պարսկաստանի Սալմաստ գավառ։ Նրա ստեղծագործություններով հայկական ռոմանտիզմը հասել էր իր բարձրակետին, իսկ հայ գրականությունը մոտեցել համաշխարհային գրականության չափանիշներին։ Ռաֆին նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական վարժարանում։ 1847 թվականին մեկնել է Թիֆլիս։ Սովորել է Կարապետ Բելախյանցի մասնավոր դպրոցում։ Իսկ 1852 թվականին ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան։ 1856 թվականին վերադարձել է Փայաջուկ, տնօրինելու Գերդաստանի տնտեսական գործերը։ 1860-ական թվականների վերջին, սակայն ստիպված լինելով հոգալ սնանկացած ընտանիքի նյութական խնդիրները, Ռաֆին կրկին մեկնել է Թիֆլիս։ Գրիգոր Արծրունու հրավերով 1872 թվականին դարձել է Մշակ թերթի գլխավոր աշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները։ 1875-ից 1877 թվականներին դասավանդել է Թավրիզի Արամյան, իսկ 1877-ից 79 թվականներին Ագուլիսի հայկական դպրոցներում։ Ապա վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը զբաղվել բացառապես գրական գործունեությամբ։ Ռաֆին իր մի շարք գործերում, պատմվածքներում նկարագրել է պարսկահայության կյանքը, դրանցից են Սալբին, Խաչագողի հիշատակարանը, Հարեմ, Գեղեցիկ Վարդիկը, Ամբախ Թրփսիմեն, Մի օրավար հող և այլ գործեր։ Ռաֆու ստեղծագործությունների մեջ բացառիկ տեղ ունեն Դավիթ Բեկ, Պարույր Հայկազն, Սամվել պատմավեպերը և Խամսայի մելիքություններ պատմական ուսումնասիրությունը։ Սամվելը հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է։ Ռաֆին կյանքից հեռացել է 1888 թվականի ապրիլի 25-ին Թիֆլիսում։